Սկսենք գիշերվա եկած անձրևից, իրենց բարերով ասած աննախադեպ անձրևից, ես ասել եմ, չէ, իրենք վերջի 7 տարում ինչ կատարվում է Երևան քաղաքի հետ ձյուն է գալիս, անձրև է գալիս, իրանք դա որակում են որպես աննախադեպ։ Կարծես վերջի 30 տարում էլ անձրև եկած չլինի կամ ձյուն եկած չլինի։ Հիմա վերջի անձրևները, որ ես գիշեր են եկել, հերթական անգամ ողողել են մեր քաղաքի փողոցները, հերթական անգամ գետեր ու լուճեր են դարձրել մեր քաղաքի փողոցները, ծովեր ու օվկիանոսներ են դարձրել մեր քաղաքի փողոցները, եւ այս մարդիկ դա վերագրում են էլի աննախադեպ անձրևով, աննախադեպ տեղումներով, այնինչ պետք էր ուղակի քաղաքը ճիշտ կառավարել, այնինչ պետք էր ուղակի գումարները ճիշտ հատկացվել եւ ճիշտ ծախսվել։ Ուրեմն տեսեք 2025 թվականին ջրահեռացման համակարգի համար հատկացված է եղել Երևանի բյուջեով հատկացված է եղել 62 միլիոն դրամ գումար։ 2026 թվականին այդ գումարը 327 միլիոն դրամ է։ Ուրեմն կառավարությունն էլ է որպես պատվիրակած գումար հատկացնում քաղաքապետարանին, որ քաղաքապետարանը կոյուղատար համակարգերի, ջրահեռացման համակարգերի վերանորոգում անի, չգիտեմ, ընթացիկ աշխատանքները տանի, ուրեմն վթարած կոյուղատար համակարգերը կամ ջրատար համակարգերը վերանորոգի։ Այս տարի Երևանի բյուջեից 327 միլիոն է հատկացված եւ արդեն ապրիլ ամիսն է տեսնում եք ինչա կատարվում։ Երևան քաղաքը հերթական անձրևից հետո դառնում է ուրեմն ջրհեղեղ եւ Երևան քաղաքի այդ հեղատար համակարգերը չեն հասցնում սպասարկեն այդ անձրևների ջրերը։ Դա ինչից է գալիս։ Ուրեմն դա նրանից է որ որոշակի հատվածներում չկան հեղատար համակարգեր։ Որոշ տեղերում կան հեղատար համակարգեր ուղակի լծված են, դա պետք է ուղակի մաքրվի, ժամանակին մաքրվի, ժամանակ առ ժամանակ եւ շատ հաճախակի դրանք պետք է մաքրվեն։ Եվ պետք է վերանորոգվեն վթարվածները։ Ինչ մաքրության մասին է խոսք։ Ուրեմն տեսեք, Երևան քաղաքը փոշոտ քաղաք է։ Երևան քաղաքում վերջի 7 տարում 25000 շինթույլտվություն է բաժանվել։ 25000 շինթույլտվության պատճառով նաեւ Երևան քաղաքը մեծացել է։ Երևան քաղաքը ըստ Տիգրան Ավինյանի 1.200.000 մշտական բնակչություն ունի, չհաշված եկվորները, եւ Երևան քաղաքը դեռ առաջվանը չի։ Եթե այս կոմունիկացիան կառուցված է եղել մինչև 1 միլիոն երևանցու համար կամ քաղաքացու համար ու պետք է սպասարկել, այսօր Երևանը մեծացել է եւ չի հասցնում արդեն սպասարկի երևանցիներին այդ կոմունիկացիաները։ Դա կլինի ջրահեռացման համակարգը, կոյուղատար համակարգը, ուրեմն ջրամատակարարման համակարգը չի հասցնում սպասարկի։ Դրա համար այս ամառը որ եկավ, նաեւ մարդիկ ջուր չեն ունենալու, չեն հասցնելու այդ ջուրը մեր ուրեմն բասեյներում եղած ջուրը չի հասնում Երևանի սպասարկի։ Հիմա փոխանակ Երևանի մեծանալու զուգահեռ իրանք այդ կոմունիկացիաների հարցը լուծեն, գումարներ հատկացնեն, այդ հարցը լուծեն կամ հատկացված գումարներ նպատակային ծախսեն, իրանք դրա փոխարեն ինչ են անում, պարգևավճար են ստանում։ Ուրեմն 2025 թվականին դրա մասին ես խոսել եմ, բայց արդեն վերջնական թվերը կան։ 25 թվականի բյուջեի կատարողականը արդեն կա ու կարող ենք արդեն հստակ ասել։ 25 թվականին հաստատված բյուջեով նախատեսված է եղել 714 միլիոն դրամ պարգևավճար։ Այնինչ պարզվում է, որ իրենք այդ գումարը բազմապատկել են եւ Երևանի իշխանությունները իրենց պարգևատրել են 2 միլիարդ 496 միլիոն դրամի։ Պատկերացնում եք սիրելի երևանցիներ, 2.5 միլիարդ դրամի իրենց պարգևատրել են։ Ինչի համար որ այսպես անձրևները գան ու մեր քաղաքը ողողեն։ Բայց իրանք կարող են այդ գումարը հատկացնել Երևանի փողոցներում, նորից եմ ասում, նոր ուրեմն ջրատար, հեղատար համակարգեր կառուցելու, եղածները վերանորոգելու եւ հաճախակի մաքրելու, որպեսզի նորից եմ կրկնում, անձրևի ժամանակ Երևանի փողոցները չդառնան ուրեմն ծովեր եւ օվկիանոսներ։ Ինչ վերաբերվում է այսօրվա գործակարգավարականին, երբ որ գործակարգավարականի ժամանակն բողոքում էր եւ երևանցիներին բեր անվանեց Երևանի վրա կամ չգիտեմ ավտոբուս պարկի վրա կամ հավաքագրման համար երևանցիները մեղավոր են որ չի հավաքագրում, դա ինչ ասեմ երևանցիներ ջան, հարգելի քաղաքացիներ, այս մարդը ձեզ անվանում է բեր, այս մարդը իր ընտրողներին իրենց ընտրողներին անվանում է բեր, չէ՞ որ կան մարդիկ ովքեր ընտրել են իրանց ու այսօր չեն վճարում ավտոբուսում մի պատճառով, համաձայն չեն այդ գնի հետ, 150 դրամի հետ համաձայն չեն։ Չեն ուզում թանկ վճարել, չեն ուզում թանկ երթևեկել։
Միգուցե նաև այդ պատճառով չեն վճարում։ Չեն վճարում նաև նրա համար, որ բարձրանալով ավտոբուս չեն կարողանում մոտենալ վալիդատորին, որպեսզի վճարում անել, որովհետև այդ ավտոբուսներում տեղ չի լինում, նույնիսկ բարձրանալու հնարավորություն չի լինում։ Եվ փոխանակ ապահովեն նորմալ տրանսպորտ, որպեսզի մարդը այդ տրանսպորտից օգտվելով տեսնի, որ նորմալ ակետից բեկետ է հասնում, դրա համար արժի վճարել, իրենք մարդկանց անվանում են բեռ։ Հիմա ես կարող եմ մտածել, որ այս մարդիկ, այս քաղաքային իշխանությունները, ուրեմն այն մարդկանց, ովքեր իրանց ընտրել են, նրանց անվանում են բեռ, իսկ ովքեր որ չեն ընտրել, նրանց է վրեժ են հանում, որ մարդկանց անվանում են բեռ, ինչպես կարելի է քո քաղաքացուն, քո հայրենակցին անվանես բեռ։ Մարդիկ նորից եմ կրկնում, ուրեմն օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով չեն վճարում։ Դրա համար պետք չէ թանկացնել քաղաքային տրանսպորտի գինը, պետք է մնար 100 դրամ եւ հավաքագրումները նորմալ կարվեր։ Հավաքագրումները բարձր կլինեն եւ դուք չեք դժգոհի հավաքագրումներից։ Իմիջիանոց ասում է, եթե մարդիկ վճարեն, հիմա շաբաթը 2 հատ ավտոբուս կառնեն։ Ուրեմն նորից ասեմ, մարդիկ պատրաստ են վճարելու, երբ որ քաղաքային տրանսպորտի գինը կարժենա 100 դրամ եւ երբ որ քաղաքային տրանսպորտը պատշաճ կաշխատի, ժամանակին կաշխատի, հաճախակի կաշխատի, մարդկանց չի թողի կանգառներում եւ աշխատանքից հետո կտանի տուն կհասցնի։ Իսկ առավոտյան կբերի աշխատանքի եւ ոչ թե մարդիկ ժամերով կանգնեն կանգառում, մի քանի տրանսպորտ բաց կթողեն, որ հարմար տրանսպորտ գա, կարողանան բարձրանալ տրանսպորտ։ Հիմա ինչ որ ասում շաբաթական հավաքագրումից կարող էինք 1, 2 կամ 3 ավտոբուս գնել, դա ինչ ասեմ, պարզ մանիպուլյացիա է։ Ուզում է ամբողջ պատասխանատվությունը բարդի երևանցիների վրա, բարդի ուղևորների վրա, որ ինչա դուք չեք վճարում, մենք էլ ավտոբուս չեք բերում։ Ինչպես կարելի է այդպես անել։ Բայց մնացած ավտոբուսները որտեղից բերեցիք։ Բա այն 250 ավտոբուսը, որ խոսք էր տվել պարոն Ավինյան 2023 թվականի ընտրություններից առաջ, Երևան քաղաքի ընտրություններից առաջ, բա ինչ եղավ։ Հիմա էլ է եկել նախընտրական շրջան ու այսօր էլի նախընտրական շրջանում խոսք է տալիս, որ 150 թե 170 ավտոբուս ենք բերելու, համալրենք ավտոբուս պարկը կամ փոխարինենք եղած ուրեմն հայգերներն ու գազելները։ Սա հերթական, նորից եմ կրկնում, նախընտրական շրջանում տրված խոստում է։ Ինչ որ տրվել է 250 երկար 18 պետրանոց ավտոբուսների մասով 23 թվականի սեպտեմբերին, երբ որ Երևան քաղաքում նախընտրական շրջաներ ու քարոզ արշավեր եւ սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավականու ընտրություններ էր կամ Երևանի քաղաքապետի ընտրություններ էր։ Այդպես խոսք է տվել։ Իսկ նույն 2000 դրանից հետո կներեք 25 թվականի իր ասուլիսի ժամանակ ինքը ասում էր, որ 250 ավտոբուսը գալու է 2 տարվա ընթացքում։ Այսինքն հիմա մեկ կողմնորոշվեք, միջևս պետքա բերեք, թե 2 տարվա ընթացքում է բերվելու։ Եվ հիմա էլ նոր խոսք եք տալիս, թե բա վճարեք, որ կարողանանք ավտոբուս բերենք ու հայտը ներկայացրեք, մենք 150 թե 170 ավտոբուս ենք հեսա գնելու բերենք։ Դա նորից եմ կրկնում, նախընտրական խոստում է հունիսի 7-ի ընտրություններից առաջ։